Վարչապետ Նիկոլ Փաշինյանն X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ողջունում են ԱՄՆ-ի եւ Իրանի միջև կայացած կարևոր որոշումը։ Մենք բարձր ենք գնահատում նաեւ միջնորդական այդ թվում Պակիստանի ջանքերը եւ խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու եւ Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 8-ից 9 պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբաևը։ Նախարարները կունենան առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին։ Իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում նախկին պաշտոնյաներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը Վաշինգտոնի համար 100%-անոց եւ լիակատար հաղթանակ է։ Նա նաեւ նշել է, որ առկա է 15 կետից բաղկացած գործարքի շրջանակ, որի կետերի մեծ մասի շուրջ արդեն իսկ կա փոխհամաձայնություն։ Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի միջև։ Ալիևը շնորհավորել է Փեզեշքյանին Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև հայտարարված հրադադարի կապակցությամբ։ Ռումինացի լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն մահացել է 81 տարեկան հասակում, այս մասին X-ի իր էջում հայտնել է ռումինացի լրագրող Էմանուել Ռուսոն։ Էրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցի իր էջում հուզիչ գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը երախտագիտություն է հայտնել մարզչին, ընդգծելով նրա վճռորոշ դերը իր պրոֆեսիոնալ կայացման եւ միջազգային կարիերայի մեկնարկի հարցում։